միացանք, իրենց պատճառաբանությունը ձեզ վարույթից հեռացնելու որն էր։ Իրենք ասում են, որ Իրանի քաղաքացին ցուցմունք է տվել, որ ես այս ընդհանուր բիզնես գործունեության հետ կապված հանդիպումներին որոշներին մասնակից եղել եմ։ Հիմա հարց եմ տալիս, ասում եմ, լավ, ենթադրենք, ասում եմ նախ միջև դրա մասին չես ասել։ Ինչի չես ասել։ Հետո ասում եմ, ինչից դու որոշեցիր, որ հիմա նման բան պետք է ասես, եւ երրորդը, եթե դու ասում ես, որ այդպես է, ես որպես ով եմ եղել այդտեղ, դու ինձ որպես ով ես ճանաչել, ասում եմ, որպես Հայաստանի լավագույն փաստաբաններից մեկը եւ որպես ամենակարևորը Գագիկ Ծառուկյանի փաստաբան։ Այսինքն ես այնտեղ չեմ եղել մասնավոր անձ, ես չեմ եղել բիզնես գործընկեր, ես չեմ եղել, չգիտեմ, ընկեր, ես եղել եմ այնտեղ Գագիկ Ծառուկյանի փաստաբան, որին կանչել է որպեսզի խորհուրդներ հարցնի, հա, հասկանա, ասենք, հարցը քննարկում կա, քննարկման ժամանակ իրավարության խորհրդատվություն ստանա ինձանից եւ ստացել է։ Հիմա այսինքն եկեք պատկերացնենք այսպես, էլի, իրավական մշակույթը եվրոպական երկրներում ավելի ուժեղ, այսինքն բոլոր խոշոր գործարարները պարտադիր իրավաբանների միջոցով են գնում բանակցությունների։ Հիմա գնում է բանակցությունների այսօր փաստաբանի հետ, հետո այդտեղ process-ներ է լինում, ասում են, չէ, այս փաստաբանը այլևս չի կարող մասնակցել, որտեղ ներկա է։ Հա, ներկա պետք է լինի։ Այսինքն այս մարդու փաստաբանը դու ո՞նց ես իրան զրկում փաստաբանի իրավունքից։ Այսինքն եթե տենց լիներ օրենքը նման բան չէր նախատեսի, որ փաստաբանը չի կարող հարցակցել։ Հիմա ծանոթագիր են տվել, որ գնամ հարցակնության, որ գնամ ինչ, ասեմ, ընկեր դու չգիտես, որ ինչ չես կարող հարցակնես որպես փաստաբան, կանչել ես հարցակնության, որ ցույց տաս, դե որ որոշում եմ կայացրել, հետևից էլ կանչում եմ հարցակնության։ Ասենք այս խայտարակությունը միջև ո՞նց կարա, ասենք միջև ու կարա գնա։ Իսկ այս վարույթում ներգրավելու համար ինչ քայլեր եք ձեռնարկելու, որտեղ ասացիք աշխատանքի վարժանն է այդուհանդերձ։ Ուրեմն այսպես է, կա վարույթ, որը որ բացառապես իրենք են քննում, հա, որից որ ինձ հեռացրեցին, եւ կա այն վարույթները, որոնք մենք ենք նախաձեռնելու։ Ես արդեն նշել եմ այդ բազմաթիվ հանցագործությունները, այդ թվում սա, որ այդ բոլորով, օրինակ բռնություն գործադրել է տան մեջ, տան կադրերը հրապարակել է, նախապես ակնհայտ ապօրինի մեղադրանք առաջադրել է, սամանը փակել է, թույլ չտալ մեկնել է, առյուծի անկումը եւ սա հետագա էլի հանցագործություն է, բոլորով հաղորդումներ ենք ներկայացնելու։ Միանշանակ վիճարկել ենք եւ այդտեղ էլ կոնկրետ հանցագործության փաստեր կա, որ ներկայացնելու ենք։ Հիմա այս պայդրությամբ Կեթամ այդ վարույթները հիմա առավել ակտիվ կգործադրենք, իհարկե սա նաև կբողոքարկենք, դատախազություն պետք է բողոքարկենք առաջին հերթին, եթե դատախազությունը չբավարար, հետագայում դատարան, բայց ուղղակի ես իմ գործընկերներին կոչ եմ անում, որպեսզի մնան իրավական հարթությունում, որովհետև իրավական գործիքակազմ ունենալ, պաշտոն ունենալ եւ այդ իրավունքը ունենալ, դա դեռևս չի նշանակում ամենաթողություն եւ ինչ ուզում եք անել։ Սա գործընկերային հարաբերությունների մակարդակում պետք է լինի, եւ դուք հստակ գիտեք, որ չեք կարող ինձ հարցակննել։ Բայց այդքանից հետո այս գործողությունները անում եք, ասենք լավ, մենք հասկանանք, որ դուք իրականում իրավաբանությունից չեք հասկանում, թե ուղղակի ընդունենք որպես փաստ, որ ակնհայտ ապօրինություն եք անում, ասենք իմանանք որ մեկը, եթե գոնե չեք հասկանում, ասենք լավ, դե մարդիկ չեն հասկանում, փորձենք այդ ուղղությամբ մտածենք, բայց ես վստահ եմ, որ հասկանում եք, որ հասկանում եք ինչի եք անում, որովհետև Գագիկ Ծառուկյանն է եւ ես նրա պաշտպանն եմ, ես ամեն ինչը ձեզ խանգարում, հա։ Դե ես այս բանը այլևս բացառքայինելու իրավունք չունեմ, որովհետև մասնակից չեմ, բայց իմ գործընկերները ներսում եւ պարոն Ծառուկյանը միանշանակ այս բանը բացառք են հայտնելու եւ այս ապօրինությունների մակարդակում հրաժարվելու են որևէ այլ գործողության մասնակցելուց, միջև մենք այս գործընթացները փորձենք բողոքարկումներով հասկանանք ինչ ընթացք է ստանում։ Գործունեության մեջ եղել է, որ դուք իրավական խորհրդատվություն, հա, գործունեություն չի եղել, իմ մասով երբեք չի եղել, չեմ լսել, որ իմ գործընկերների մասով լինի, դա նորմալ է, եթե իրականում փաստաբանը չի եղել որպես փաստաբան եւ ծառայությունը չի մատուցել, այսինքն այս պարագայում ինքը ընդամենը մասնավոր անձ եղել, այո։ Այստեղ օրենքը ոչ մի արգել չի նախատեսում, բայց նույնը տուժողն է ասում, ախր դուք ձեր ինչը որ հիմք եք ընդունել, բտակը գրեիք, շարունակության մեջ գրեիք, որ տուժողը նաև ասել է, որ որպես փաստաբան, այսինքն դուք դա չտեսաք, այսինքն sense կարդում ենք, այսքանը տեսնում ենք, հետո մի մասը չենք տեսնում, նոր շարունակություն տեսնում ենք։ Շնորհակալություն, հիմա մենք գնանք բողոքարկումների։ Գիտեք, տեսեք, այդ փաստը ասվել է երեք։ Եթե իրանք կարծում էին, որ դա խոչընդոտ է, իրենք պետք է երեք հենց այդ փաստը իմանալուց հետո կոնկրետ այս գործողությունը կատարեին։ Այսինքն փաստն իմացել են տուժողի ասելուց։ Իհարկե։ Ընդ որում տուժողը բնականաբար շատ է խեղաթյուրել փաստեր, ինչի մասին նաև առերեսման ժամանակ է իրան ասվել, բայց բացարձակ կապ չունի թե ինչ է ասում։ Կարևորը
Ես հանդես եմ եկել որպես Ծառուկյանի փաստաբան, թե ոչ։ Այս փաստն ամենակարևորը։ Հիմա սա իրենք ունեն եւ միջև էլ իրենք դուժողի ասած ունեին։ Բայց եթե ունեիք առերեսման հենց սկզբից, ինչի օրինակ ինձ այդ վարույթից չհեռաց, որտեվ այդ բան դեռևս չէին հասկանում, թե ոնց կգնա։ Երևի դուժողին լավ սովորացել էին կամ դուժողը գալու է process-ի զարգացումից այսօր էլ որ ինձ կանչել են հարցականը, ես եկել եմ որ առերեսումը շարունակենք, ընդ որում երբ որ եկանք սկսելու էինք, սպասեցինք, չի սկսում, մեկ էլ հանկարծ որոշում։ Այսինքն սա նշանակում է որ չգիտեմ, հավանաբար այլ տեղերից է եկել նաև այս հրահանգը, որ նման որոշում կայացնի։ Ես տենց եմ տեսնում, որովհետև այլ պատճառ չեմ տեսնում, թող մեծամտություն թվա կամ չթվա, ինձ բացարձակ չի հետաքրքրում, մի բան գիտեմ։ Եթե սա օրենքի հետ բացարձակ կապ չունի եւ ուղիղ հակասում է օրենքին, եւ դուք սա անում եք, ուրիշ պատճառ չկա, եթե օրենքով չի, ուրեմն կա դիտավորություն, իսկ դիտավորության տակ միշտ կա շարժառիթ։ Այդ շարժառիթը որն է, մեկուս ասնել այս վարույթից։ Բացարձակ որևէ, եթե մեկը գիտի այլ պատճառ, թող ինձ ասի, ես այլ մեկնաբանություն տամ։ Այսքանն է, շնորհակալություն։ Խաչատրյանն է հիմա։ Այո։ Չէ։ Շնորհակալություն։